Ազգային ժողովի հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ես կասեի, որ այս ընդդիմության այս նախագիծը ոչ թե պարզապես պոպուլիզմ է, այլ շուստրի պոպուլիզմ է։ Ինչի, որովհետև ինչ է ասում ընդդիմությունը։ Ասում է, հա, համաձայն ենք, որ կառավարության ծրագրով դուք նախատեսում եք դա անել, համենայն դեպս դուք արտահայտել եք այդ քաղաքական հանձնառությունը։ Եվ ասում են, շատ ենք ուզում, որ դա տեղի ունենա։ Բայց եկեք օրենքով մի հատ էլ մեր բերած օրենքով ամրագրենք, որ դա պիտի տեղի ունենա եւ ձգտում ենք դրան, որ երբ որ կառավարությունը իր ծրագրի համաձայն այս նշաձողին հասնի, այս թիրախին հասնի, մեր ընդդիմությունը գասի այ տեսեք, մենք այդ օրենքը որ չբերեինք, այս ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր իսկ խոստման կատարմանը։ Եթե հանկարծ չկատարվի, ասեն, թե մենք ուզում էինք բերեինք, ինչ որ բան էինք ուզում անել, ժողովուրդ ջան, սիրելի թոշակառուներ, մենք ուզում էինք ձեր թոշակը բարձրացնենք, բայց այս ապիկար իշխանությունը բան արեց, հրաժարվեց, ուրեմն օրենքը ընդունել եւ ձեր թոշակները բարձրացնել։ Այսինքն դուք բերել եք մի նախագիծ, որ ցանկացած ելքի պարագայում դուք պիտի ինչ որ մի բանով արդարանաք։ Դրա համար դա շուստրի պոպուլիզմ է, ոչ թե պարզապես պոպուլիզմ է, որովհետեւ որակյալ պոպուլիզմը դժվար բան է իրականում, որը ձեզ հասու չի։ Պարոն Խաչատրյանն ասում է բանը, այս թեմայի համատեքստում ասում է փոխվարչապետերին մեքենա է կարել, խիչի փոխվարչապետը բանով գնում, ջորիով բանանում, ջորիով թող գնա բանի հետ հանդիպի, Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպի։ Է տեսել ենք ձեզ էլի, քանի անգամ եք ջորիով գնացել բանակցությունների։ Գնացել եք։ Այսօր դուք ապօրինի գույքի բռնագազման օրենքի գլխավոր շահառուներն եք։ Այսօր այնքան դատախազությունը այնքան ապօրինի գույք է ուզում, մեջը մի հատ ջորի չկա։ Բարի եւ բուն իմաստով եւ մեքենաշինական իմաստով մեծ ջորի չկա ձեր ապօրինի գույքերի մեջ։ Միլիարդների ապօրինի գույք է ուզում։ Բա քանի հատ ջորի եք, պարոն Խաչատրյան, դուք ու ձեր շեֆերը բան արել, ջորիով գնացել, բանակցել։ Կամ էդ ինչ բան է, էդ էլ է էլի շուստրի պոպուլիզմ։ Այսինքն ասում է, որ փոխվարչապետերի ծառայողական մեքենայով կարելի է թոշակներ բարձրացնել։ Միայն 1000 դրամ թոշակը բարձրացնելու համար, 650,000 թոշակառուների համար 1000 դրամ թոշակ բարձրացնելու համար հարկավոր է տարեկան $20 միլիոն։ Ընդ որում, երբ որ դու այդ բարձրացրեցիր, դա հավերժ է, դա միանգամյա չի, դա այդ մեքենայի պես չի, որ մի անգամ առար, հետո առնում ես 5 տարի, 10 տարի հետո։ $20 միլիոն է արժենում ամեն 1000 դրամը եւ հավելյալ 20 միլիոն։ Իմ գործընկերն ասաց 2018 թվականի նվազագույն կենսաթոշակը եղել է 16800 դրամ, հիմա նվազագույն կենսաթոշակը 36000 դրամ է, որը հավելյալ 3 տարեկան 380 միլիոն է։ Հարգելի սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ դիմեմ ձեզ նաև, որովհետև այսօր այս ամբիոնից ընդդիմության, այս շուստրի պոպուլիզմի նպատակը այն էր, որ ձեզ ցույց տա, որ այս իշխանությունը չի ուզում ձեր թոշակը բարձրացնի։ Ես ուզում եմ ասել, որ այս այն իշխանությունն է, որ 2018 թվականից հետո հավելյալ 300 տարեկան 380 միլիոն դոլարով ձեր թոշակը բարձրացրել է։ Եվ այս այն իշխանությունն է, որը շատ լավ գիտի, որ յուրաքանչյուր 1000 դրամը տարեկան նստելու է $20 միլիոն, բայց որի ուղղությամբ մենք աշխատում ենք։ Իսկ բանը ընդդիմությունը մեզ եկել ասում է, թող փոխվարչապետը Ադրբեջանի փոխվարչապետի հետ գնա բանակցի ջորիով, ես նորից եմ ասում, քանի հատ ջորի կա ձեր տների դիմաց կանգնած, քանի հատ ջորի կա ժողովուրդ։ Ձեր շեֆերի դղյակների դիմաց քանի հատ ջորի կա ապօրինի գույքի բռնագազման օրենքով։ Չկա, իսկ ջորին ձեր ստեղծած Հայաստանն է եղել։ Ձեր կառուցած այն ժամանակվա Հայաստանի հավաքական կերպարը այդ ջորին է եղել, որը որ մենք այսօր ուզում ենք բան անել, փոխարինել նորմալ ժամանակակից բան, էլեկտրամոբիլով, խնայող, խելացի, նորմալ պետություն, որը որ կկարողանա նաև իր բնակիչների, իր թոշակառուներին վճարել արժանապատիվ կենսաթոշակ, շնորհակալություն։ Եվ իհարկե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, որովհետև նորից եմ ասում, սա մի բան է, որը մենք հանձնառություն ենք ստանձնել, որ անենք, եւ բնականաբար եւ մենք անում ենք դա։ Եվ մենք անում ենք սա, ասենք մի տեսակ քաղաքական գրպանահատության դրսևորում է, ասում է, ուզում է տանի, հետո ասի ես արեցի սա։ Այսքանը։ Դավիթ Խաչատրյան ամփոփիչ ելույթի համար համեցեք։